Սիրելիներս, ես ուզում եմ խոսել մի քանի թեմաներով, այնպես ինչպես Սուրբ Հոգին ինձ ուղղորդել է այսօր, որպեսզի ես կրկնեմ մի քանի թեմաներ եւ հենց ամենասկզբում ուզում եմ ասել. եկեք չմոռանանք, որ մենք իրականում շատ ժամանակ չունենք։ Մենք ապրում ենք վերջին օրերում։ Եկեք ուղղակի թեքվենք Աստծո կողմը եւ առաջնորդվենք Սուրբ Հոգով, գիտակցենք, որ շուտով հափշտակություն է։ Որտեւ իրականում մենք ժամանակ չունենք։ Հիմա որ ես խոսում եմ կամ իմ նման ինչ որ մարդիկ խոսում են, շատերը ասում են դու ինչի պետք է խոսես։ Որովհետեւ մենք ապրում ենք վերջին ժամանակներում։ Ձեզ այն շատերը գիտեն իմ մարգարեությունները, տեսիլքներ, հայտնություններ, երազներ, եւ դրանք բոլորը համապատասխանում են Աստվածաշնչի հետ։ Եթե ինչ որ մեկը չգիտի, որ հատվածում ոնց է համապատասխանում Աստվածաշնչի հետ, չի հանդիպել այդ մասին կամ գլխի չի ընկել, դա դեռ չի նշանակում, որ իմ տեսիլքը հայտնությունը չի համապատասխանում Աստվածաշնչի հետ։ Ամեն ինչ, որ ես պատմել եմ, համապատասխանում է Աստվածաշնչի հետ եւ հերթականությամբ դրանք տեղի են ունենում։ Ինչու եմ այսքան ասում, որովհետեւ շատերը մոռանում են, որ մենք ապրում ենք վերջին ժամանակներում եւ ասվել է, որ Սուրբ Հոգին կիջնի մեր վրա, այսինքն ձեր զավակների եւ ձեր դուստրերի, ձեր որդիների եւ ձեր դուստրերի վրա կիջնի Սուրբ Հոգին, կհեղեմ Սուրբ Հոգին եւ նրանք սկսեն տեսնել տեսիլքներ, երազներ եւ դա մոռանում ենք։ Միանգամից որոշում ենք, որ ինչու դու պետք է խոսաս։ Պետք է խոսենք, որովհետեւ Աստված ընտրում է եւ ուղղորդում է, որ խոսենք, որպեսզի արթնանանք։ Այսինքն ես չեմ խոսում իմ համար։ Ես չեմ խոսում իմ անձի համար։ Ես խոսում եմ, որովհետեւ Աստծո կամքն է դա, նա ինձ ընտրել է, նա ինձ խոսք է տվել եւ ասել է խոսիր։ Եվ երբ ես համաձայնվել եմ, ասել եմ իհարկե Տեր ջան, ես դա կանեմ, բայց ինչպես, ոնց։ Սուրբ Հոգին ինձ ասել է դու մի անհանգստացիր, երբ որ դու խոսես, քո միջով կխոսեմ ես։ Հիմա մենք նրա համար ենք, որ ասենք ժամանակ չկա։ Ապաշխարեք, ժամանակ չկա, այս նշաններն են սպասվում։ Ժամանակ չկա, ընդունեք Տիրոջը, պատմենք մեր երազները, տեսիլքները, Տիրոջ փոխանցած խոսքը ձեզ փոխանցենք։ Իսկ շատերը ուղղակի կռիվ են անում։ Դու ինչի պետք է խոսես, դու աղջիկ ես, որովհետև ես Հիսուսի աղջիկն եմ։ Տեր Հիսուս Քրիստոսն ինձ ասել է։ Եվ ես նորից ասում եմ, կընդունեք, դուք գիտեք, չեք ընդունում, դա ձեր ընտրությունն է, բայց բոլոր այն զավակ որդիները, ովքեր գոռոզությամբ իրենց բարձրացրեցին, կնոջը նսեմացրեցին, Հիսուսի դուստրերին նսեմացրեցին եւ ասցին դու իրավունք չունես խոսելու, նրանք կանգնեցին Հիսուսին դեմ, որովհետեւ ոչ ոք չի կարող ասել դու իրավունք չունես խոսելու։ Հիսուսի զավակները հավասար են բոլորը։ Կխոսի նա, ում միջով որ Սուրբ Հոգին կուզի խոսել։ Կխոսի նա։ Եվ տղամարդիկ, եղբայրները, հովիվները, քահանաները, ովքեր իրենց անձը բարձրացրեցին, ու հենց այդ բարձրացնողները իրենց անձը ավելի քիչ գործ արեցին Աստծո եւ նրա զավակների համար, պատասխան են տալու Հիսուսի առաջ։ Ինչ շատ են ասում, որ ինչու պետք է եղբայրները չխոսեն, պետք է աղջիկները խոսեն, բայց ինչու եք նսեմացնում աղջկան կնոջը, Հիսուսի դուստրերին ինչու եք նսեմացնում։ Դուք գիտեք, որ Հիսուսի դուստրերից շատերը շատ ավելի համարձակ են ու ավելի դժվար գործ են կատարում աշխարհում, քան շատ հազարավոր որդիներ, եւ Տերը տեսնում է, եւ երբ նա հանձնում է ինչ-որ մի գործ, առաքելություն, ծառայություն իր տղա, իր որդիներին, նրանք չեն անում, նա դա հանձնում է աղջիկներին։ Ինչու եք դեմ կանգնում Աստծուն, որ իրավունքով։ Կարող է ես չլինել խոսողը, մյուսը կապ չունի։ Մենք կանգնում ենք Աստծու դեմ, ասում ենք, ինչ իրավունքով պիտի աղջիկը խոսի։ Աղջիկն էլ տղան էլ Հիսուսի զավակներն են։ Հիմա այն խոսքին կանադառնամ, որ ասվում է, որ կինը պետք է եկեղեցում չխոսի։ Երբ ասվում է կինը պետք է եկեղեցում չխոսի, բառերին ուշադրություն դարձրեք, չի գրված եղել Հիսուսի կամ Աստծո դուստրը, կինը, աղջիկը իրավունք չունի քարոզել, սովորեցնել։ Չկա նման բառեր։ Ասվում է, չնայած ես ապացուցելու բան չունեմ, այն աղջիկները, որ ուղղորդվում են Հիսուսի Սուրբ Հոգով, Աստծո Սուրբ Հոգով, մենք ինչ որ ապացուցելու խնդիր չունենք, մենք միևնույն է ընդունել ենք այդ ծառայությունը եւ անելու ենք մինչեւ վերջ, բայց ասվում է թող կինը չխոսի եւ հարցնի իր ամուսնուն։ Դա ինչ է նշանակում։
Եթե կինը վեր կենար քարոզեր, նրանք ասեին դու իրավունք չունես քարոզելու։ Աստված մեզ ասել է, որ դու կինը իրավունք չունի քարոզելու։ Բայց այդ կանայք չեն վեր կացել քարոզելու ուրեմն։ Նրանք հարցեր են տվել, որովհետև նրանց ասվել է հարցերը տվեք ձեր ամուսնուն տանը։ Այսինքն եկեղեցում հարցեր են տվել։ Խանգարել են, աղմուկ են ստեղծել եւ այլն։ Այն ժամանակվա կանայք, դա հիմա չի։ Այն ժամանակ մարդիկ ավելի պարզ էին, մեր պես ավելի մշակութային կանոններ չունեին, խոսելու, շփվելու եւ այլն։ Հիմա կհարցնեք ամուսնուն, ինչու պետք է քարոզող կնոջ ասեին գնատուն հարցրու ամուսնուդ, եթե նա քարոզ էր անում։ Կասեին մի քարոզի, քեզ այդ իրավունքը Աստված չի տվել եւ Աստված մեզ դրա մասին հայտնել է։ Բայց ասվում է գնատուն եւ հարցրու ամուսնուդ, այսինքն հարցեր ունեք, այդ հարցերը մի տվեք այստեղ։ Ամուսնուն տվեք։ Բա լավ, իսկ ով որ ամուսին չունի, ինչ անի։ Ում հարցնի։ Այդ նախադասությունը ձեր մոտ հարց չի առաջացնում, այս նախադասությունը չի համապատասխանում նրա հետ, ինչ որ մեզ ասում են, որ կինը պետք է լռի եկեղեցում։ Լռի, այսինքն աղմուկ չանի, չխոսի, ոչ թե չքարոզի, չսովորեցնի, այլ հարցնի ամուսնուն տանը։ Իսկ ամուսին չունեցող ում հարցնի, ինչ անի։ Հարցեր չկան, ձեր մոտ չեն առաջանում, ու այն մարդիկ, ովքեր որ իրենց գլխի մեջ մտցրել են դա, որ կինը պետք է չքարոզի, միևնույն է իրենց ասածն են առաջ տանում, առաջ տարեք, ժամանակը քիչ է մնացել։ Մեր յուրաքանչյուր սխալի համար պատասխան ենք տալու։ Ես էլ դուք էլ յուրաքանչյուրս ինձ մի լսեք, մի հավատացեք, Հիսուսին հարցրեք։ Հիսուսին հարցրեք մկրտության մասին։ Բայց հիմա որ վերադառնում ենք երեխաներին, որ դուք պայքարում եք, ասում եք, չէ, պիտի իմ երեխան մեծանա ինքը ընտրի։ Իսկ ես ասում եմ, երբ որ դուք կնքում եք ձեր երեխային, մկրտում եք, դուք հանձնում եք Հիսուսի ձեռքերին, չեք ուզում հանձնել։ Եթե ես իմ կյանքից առավել, ամեն ինչից առավել ընդունում եմ Հիսուսին, ես ինչի պետք է կասկածեմ, մտածեմ, լավ, թող մեծանա իմ երեխան, հետո ինքը որոշի։ Ոչ, եթե ես գիտեմ, որ ճշմարիտը Հիսուսն է, փրկիչը Հիսուսն է, ես վազելով պիտի տանեմ իմ երեխային մկրտության, որ հանձնեմ Հիսուսի ձեռքերին։ Դուք էլի կարող եք կռիվ անել իմ դեմ, կռիվ տալ։ Դա ձեր ընտրությունն է։ Բայց ես չեմ պատկերացնում, եթե ես ինձանից առավել, իմ կյանքից առավել, իմ ընտանիքից առավել սիրում եմ Հիսուս Քրիստոսին, հետո նոր իմ ընտանիքին, հետո նոր մյուսներին։ Ես ինչի պետք է իմ ընտանիքին չհանձնեմ իրական փրկիչին, ճշմարիտ փրկիչին, ինչի պետք է ես իմ երեխաներին չտամ Հիսուսի ձեռքերին, բա ում ձեռքերին տամ։ Իմ ձեռքերին ես կարող եմ իմ երեխային պաշտպանել եւ փրկել։ Դուք զրկում եք ձեր երեխային Աստծո պաշտպանությունից, Աստծո օրհնությունից։ Երբ ես ասում մեր վրա նշան է հայտնվում, ես ինձանից չեմ ասում։ Դա ինձ Սուրբ Հոգին ցույց է տվել, հոգևոր դաշտում մեր վրա Հիսուսի նշանն է։ Եվ սատանան տեսնում է դա։ Չեք ուզում ընդունել, մի ընդունեք, մի կնքեք ձեր երեխաներին։ Եթե դուք վախենում եք կնքել, բա հետո, բա որ մեծանա չընդունի, միևնույն է չի ընդունի, տվեք ձեր երեխային Հիսուսի ձեռքերին։ Եթե նա կնքված է, նա արդեն քրիստոնեական ոգով կմեծանա ավելի շատ։ Եթե նույնիսկ դուք շատ չխոսեք նրա հետ Քրիստոսի մասին, նա շատ լավ գիտի, նա հարցնելու է ինչ է սա, ինչ կնքվել, ինչ է կնունքը, դուք բացատրելու եք, ասելու եք, որ քեզ տալիս եմ Հիսուսին, դու քրիստոնյա ես։ Նա այդ մտքերով միևնույն է կմեծանա, ինչու եք դեմ գնում Աստծո օրհնությանը։ Հիմա էլի կռիվ եք տալու, դուք գիտեք։ Ուզում եմ իմ փոքրիկի վրա օրինակ բերել։ Իմ երկու զավակները, որ կնքվել են, եւ ես նրանց հետ, ես կնքված չեմ եղել։ Իմ երկու զավակի հետ, երբ ես կնքվել եմ նույն օրը, ինձ դա ցույց է տվել Հիսուս Քրիստոսը։ Երբ հարցրեցի Տեր իմ ինչ անեմ, առաջի բանը ինձ ասա, ես ինչ անեմ, ես դեռ ծառայության չէի, ես դեռ Սուրբ Հոգով չէի մկրտված, ես դեռ իվերուս ծնված չէի, իմ հոգին իվերուս ծնված չէր, բայց ասացի ինչ անեմ, դրանից եւս 1-2 տարի առաջ, այսինքն մի քանի տարի առաջ եմ կնքվել երեխաներիս հետ։ Երբ ասացի, Աստված շատ ուղիղ, շատ պարզ եւ ցույց տվեց եւ ասաց խոսքերով իմ մեջ. կնքվեք երեքովդ, որտեվ ամուսինս կնքված էր։ Կնքվեք երեքովդ։ Եթե դրան եք դեմ գնալու, գնացեք։
Հիմա իմ երեխան 3 տարեկան է, մի փոքր ավել։ Նա ինձ պատմում է հրեշտակների մասին եւ Հիսուսի մասին է խոսում ու աղոթում։ Նա այնքան է խոսում, որ այդքանը ես իրեն չեմ սովորեցրել։ Դուք ասում եք երեխան գիտակից չի։ Երեխաները Հիսուսին են պատկանում։ Դուք ինչու չեք ուզում դա ընդունել, երեխաները Հիսուսին են պատկանում։ Ինչու եք առանձնացնում, ասում թող դառնան հասուն նոր։ Ինչու եք զրկում ձեր երեխային։ Իմ փոքրիկ 3.5 տարեկան երեխան աղոթում է։ Երբ ես վատ եմ զգում կամ ինքը հիվանդանում է, ինքը նստած սկսում է աղոթել, կանգնած, բարկած, չգիտեմ, որ պահին, որ մտքով ասում ենք, տեսնում ենք, աղոթում է Հիսուս արի կոկոքից բուժի, Հիսուս արի ինձ բուժի, Հիսուս արի մամային բուժի։ Լինում է դեպքեր, երբ նա սկսում է ասել Հիսուս արի, չէ մամա, ուզում եմ, որ Հիսուսը գա։ Հրեշտակների մասին նա ինձ բան է պատմել, որ ես նրան երբեք չեմ պատմել։ Նա ինձ պատմել է, որ Հիսուսի մոտ են ապրում հրեշտակները։ Դա իմ համար չեմ կարող բացատրել, ես ինչ զգացի այն պահին, որ իմ երեխան սկսեց պատմել, թե հրեշտակները ինչպիսին են, ինչ գույնի են, ասաց, որ թևեր ունեն, թևերը մեջքի հետևից բացվում է, եւ նրանք ապրում են Հիսուսի մոտ։ Ու երբ ես ասացի, որտեղ Հիսուսի մոտ, ասեց Վեև։ Ինչու եք թերագնահատում այդ կապը երեխաների Հիսուսի հետ, Աստծո հետ, ես չեմ հասկանում։ Դա նշանակում է, որ դուք իրական քրիստոնյա չեք։ Ու դուք ինձ եք սխալ հանում։ Ով է իրական քրիստոնյան։ Նա ով ամբողջովին Հիսուսին է վստահում։ Ով է Աստծո զավակը։ Նա ով ոչ մի 0.00, ոչ մի քանի տոկոս, կասկած երբեք չունի, ամբողջովին իրեն հանձնել է Աստծուն։ Իր կյանքում ամեն ինչ հանձնել է Աստծուն, իր երեխաներին հանձնել է Աստծուն։ Եվ ուղղակի չեմ կարող բացատրել։ Դու չպետք է մտածես նույնիսկ, եթե դու իրական քրիստոնյա ես, ինչ մտածես։ Ես չեմ համոզում, որ կնքեք ձեր երեխաներին։ Հարցրեք Տեր Հիսուս Քրիստոսին, կնքենք թե ոչ։ Շուտով Տեր Հիսուս Քրիստոսը գալու է։ Շուտով շատերս ամեն ինչ կհասկանանք։ Ձեզ սովորեցրել, բացատրել են այդպես, որ պետք է գիտակից տարիքում ընտրենք։ Դուք եք այդպես ուզում ընդունել։ Եթե դու իսկական Հիսուսի զավակն ես, առաջի բանը, որ դու քո երեխային կամենալու ես, նրան ամբողջովին Հիսուսի ձեռքերին տալն է։ Դու կկնքես նրան, դու կխոսես Հիսուսի մասին, դու կբացատրես նրան ամեն ինչ, դու կօգնես նրան, որ նա Հիսուսի ճանապարհով գնա, որովհետև դու պարտավոր ես, որովհետև նա, ով քրիստոնյա է, իրական ճանաչել է Հիսուս Քրիստոսին, ամենաշատը դա է ուզելու, իր երեխային եւ մյուսներին պատմել Հիսուսի մասին, օգնել, որ նրանք էլ դառնան Հիսուսինը։ Ուզում եմ նաեւ օտար լեզուներով խոսելու մասին ասեմ, որովհետեւ ես ասում այն ինչ Տերն է ուզում։ Նորից եմ ասում, չեք ուզում, մի ընդունեք, մի հավատացեք։ Ես այդ մասին 4 ձայնագրություն ունեմ եւ ուղղորդել է ինձ Աստված եւ խոսել եմ այդ մասին։ Նորից եմ խոսում։ Երբ Սուրբ Հոգին մարդկանց տվել է լեզուներով խոսելու պարգև, դրանք եղել են սովորական հասկանալի լեզուներ, որպիսի մարդիկ խոսեն Հիսուսի մասին, որպիսի տարածեն այն, ինչ Տերը մեզ սովորեցրել է, քարոզեն, եւ նրանց պետք էր այլ տարբեր մարդկային լեզուների տիրապետել, որպիսի կարողանային սովորեցնել, խոսել, քարոզել։ Աստվածաշնչում շատ պարզ է գրված, որ երբ Սուրբ Հոգին իջավ հավաքվածների վրա եւ յուրաքանչյուրը սկսեց մյուսների լեզվով խոսել ու նրանք հարցնում էին, այս ինչպես են նրանք խոսում մեր մայրենի լեզվով։ Դա դուք եք ուզում խեղաթյուրել, դա դուք եք ուզում փոխել։ Մարդկանց համոզում եք, որ եթե դու խոսում ես այդ լեզվով անհասկանալի, ուրեմն դու Սուրբ Հոգով մկրտված եք, այդտեղ է ձեր գաղտնիքը, ինչպես եք մարդկանց համոզում եւ մարդիկ հավատում են ու մտածում են, միջև ես չխոսեմ այդ լեզուներով եւ Սուրբ Հոգով չեմ մկրտվի։
Իսկ ես էլ կասեմ ինչպես են Սուրբ Հոգով մկրտվում։ Մի խաբվեք դրան։ Երբ ձեզ ասում են, ուզում ես Սուրբ Հոգով մկրտվես, արի աղոթք անեմ քո համար ու կմկրտվես։ Հետո դրանից հետո դու սկսում ես ինչ-որ անհասկանալի լեզվով խոսել, ու քեզ ասում են շնորհավորում ենք, դու մկրտվեցիր։ Բայց պարզվում է իրականում տարիներով դու դիվոտած ապրում ես։ Ոչ մի հատ էլ Սուրբ Հոգով մկրտված չես։ Ասեմ ինչու։ Սուրբ Հոգով մկրտվում են մի ձև։ Մի ձև։ Այն պահին, այն վարքյանին, այն ակնթարթին, երբ Աստված ներում է, մաքրում է քեզ։ Դրա համար քո մեծագույն ամուր կամքն է պետք, որովհետև կարող ես դու ինքդ քո ամբողջ սրտով, հոգով, կամքով ապաշխարել, ներում խնդրել, քո յուրաքանչյուր մեղքի համար եւ իհարկե դրա հետ ներել, Տերը քեզ կների եւ կմաքրի։ Եվ իհարկե պետք է ընդունես Սուրբ Երրորդությունը, Հայր Աստված, Հիսուս Քրիստոս Աստված եւ Սուրբ Հոգի Աստված, ընդունես, որ Հիսուս Քրիստոսը փրկիչդ է քո, իր արյան փրկել է քեզ, մահացել է քո համար, 3 օր հետո հարություն է առել եւ ապաշխարել ամբողջ սրտով։ Եվ Աստված այդ ժամանակ քեզ կների, կմաքրի եւ կոծի Սուրբ Հոգով։ Եվ կարող է Աստված ինչ որ իր ընտրյալ զավակի միջոցով, ում տվել է այն պարգևը, որ նա անում է աղոթքներ, որի ժամանակ Սուրբ Հոգին դիպչում է մյուսներին եւ հեռացնում է դևերին, եւ քո կամքը այնքան մեծ է մաքրվելու, դու արդեն ապաշխարել ես, դու արդեն խնդրել ես Տիրոջը, որ քեզ մաքրի, ազատի, օրհնի, դարձնի իրենը։ Ու նման աղոթքի ժամանակ կարող է Սուրբ Հոգին դիպչել քեզ, հեռացնել քո միջի բոլոր կեղտերը, մեղքերը ներել եւ հեռացնել դևերին, ու դու ազատագրվես, ու Տերը տեսնելով քո սիրտը պատրաստական, որ դու ուզում ես դառնալ իրենը, դու քեզ հանձնել ես նրան, ու այդ պահին ամբողջովին մաքրվես ու ներվես ու օծվես Սուրբ Հոգով։ Բայց եթե քեզ ասում են արի աղոթք անենք, որ դու խոսես ինչ-որ լեզուներով, որ օծվես Սուրբ Հոգով, չկա նման բան, քեզ խաբում են։ Եթե դու մտածում ես, որ դու ինչ-որ լեզուներով ես խոսում, ուրեմն դու օծված ես, թող ամեն ինչ, թեքվիր Հիսուսին ամբողջ սրտով եւ նրան հարցրու։ Խնդրի Տեր, եթե այս լեզուները քեզանից չեն հեռացրու, խնդրում եմ, ամբողջ կամքով եմ ուզում, հեռացրու, մաքրիր ինձ, ներիր ինձ, օծիր ինձ։ Գիտեք արդեն, հերթականություն շատ եք խոսել, չեմ ուզում շատ երկարացնեմ։ Աստված տվել է լեզուների պարգև, այսինքն ես կարող էի խոսել մի անգամից առանց սովորելու, անգլերենով, ռուսերենով, այն ժամանակ։ Հիմա դրա կարիքը չկա նույնիսկ։ Այն ժամանակ, երբ այդ մարդիկ, ովքեր պիտի քարոզեին, չգիտեին այդ լեզուները, Աստված տվել է նրանց այդ լեզուները, որպեսզի նրանք քարոզեն։ Շատ պարզ է գրված։ Մի ընկեք չարի ստի հետևից, կանգնեք Հիսուս Քրիստոսին աղոթեք, հարցրեք Տիրոջը։ Ինձ մի հավատացեք, մյուսին մի հավատացեք, հավատացեք միայն Հիսուս Քրիստոսին, հարցրեք նրան։ Ու խնդրեք, որ այն ամենը, ինչ իրենից չի, հեռացնի ձեզանից։ Այսքանը։